Ողջույն, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Ես առաջարկում եմ միասին հավաքել իմ կերպարը եւ միասին գնալ ծանոթանալ մեր մասնակցի հետ։ Ես այսօր ոգեշնչվել եմ գինեգույն բարձրակրունկ կոշիկներից եւ այդպես արդեն իսկ կերպարը հավաքել։ Լայն տաբատ, լայն վերնաշապիկ եւ կոշիկների գույնին համահունչ պարզ շապիկ։ Ես գնացի զգեստափոխվելու, եթերում կտեսնեք իմ կերպարը։ Նախկինում վառ ու ընդգծված ոչ, սպորտային ակտիվ կենսակերպ, այժմ լայն ու հարմարավետ հագուստ, մայրիկի առօրյա եւ պարտականություններ։ Անուշը տևական ժամանակ է խուսափում է զգեստապահարանի թարմացումից, թեև մշտապես պլանավորում է վերադառնալ իր հին կերպարին։ Գնանք նրա հետ ծանոթանալու։ Ողջույն, ես Անուշն եմ, 42 տարեկան, մասնագիտությամբ հոգեբան եմ, մարքեթինգի եւ հանրային կապերի մասնագետ, սիրում եմ մարդկային շփումը եւ հենց աշխատանքում ամենաշատը դա եմ կարևորում։ Վերջին 2 տարիներին լուրջ վերապատրաստում եմ անցել որպես Էվայի մայրիկ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ կյանքում մասնագիտությունից, աշխատանքից բացի ամենակարևոր աշխատանքը դա մայրությունն է։ Մայրանալուց առաջ ունեցել եմ ակտիվ կենսակերպ, հաճախել եմ մարզասրահ, ունեցել եմ ընդգծված ոչ, վառ կերպարներ, վառ գույներ, թե սանրվածքի, թե արտաքին տեսքի հետ կապված, սակայն մայրությունը որքան էլ հաճելի, գեղեցիկ փուլ է կնոջ կյանքում, այնուամենայնիվ կազմվածքի հետ կապված լուրջ փոփոխությունների եմ ենթարկվել եւ վստահ եմ, որ այս հաղորդումը կտա ինձ հնարավորություն վերագտնելու ինքս ինձ եւ բացահայտելու նոր Անուշի, ով հաշտ կլինի այսօրվա իրականության հետ եւ նույնիսկ այս մարմնակազմվածքի հետ։ Ինչու եմ որոշել դիմել կերպարանափոխության, որովհետեւ կյանքիս այս փուլում ուզում եմ ավելի հետաքրքիր կերպով ներկայանալ, ավելի հետաքրքիր հագուստով, նոր գույներով եւ ինչու՞ չէ նաեւ ընդգծել իմ կանացիությունը։ Ողջույն Անուշ, ինչպե՞ս ես։ Ողջույն Լուսինե, հրաշալի։ Ուզում եմ պատմես, թե ինչպիսի ոճ ունեիր նախկինում եւ ինչպես է այն հիմա փոխվել։ Նախկինում առանձնապես այդպես կտրուկ ոճային փոփոխություն չի եղել, բայց ավելի համարձակ էի հագուստի հարցում, ավելի կարճ, ավելի ինչ որ բաց հագուստ, ավելի վառ գույներ, բայց մայրանալուց հետո ինձ մոտ ոճային փոփոխություն տեղի ունեցավ, ավելի լայն եւ հարմարավետ հագուստի նկատմամբ եւ հիմնականում ավելի պաստելային երանգների մեջ։ Հատկապես 40 տարեկանից հետո, իսկ ես արդեն 40+ եմ, վստահ եմ նաև շատ կանայք համակարծիք կլինեն ինձ հետ, որ կնոջ օրգանիզմը, մարմինը ծննդաբերությունից հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվում, իսկ 40-ից հետո մենք մի քիչ ավելի նիհարման process-ը եւ այլն վերականգնողական process-ը ավելի դանդաղում է։ Շատ ավելի դանդաղում է, ես կասեի։ Այո, եւ ինքս լինելով ավելի սպորտային, ավելի ակտիվ հանրային մարդ, դժվար էր համակերպվել այն փոփոխությունների հետ, որը տեղի ունեցավ ինձ հետ ծննդաբերությունից հետո։ Կարող ենք ինչ-որ ձև կապել այս ամենը հետ ծննդաբերական դեպրեսիայի հետ, որը մինչ օրս չի անցել։ Այո, իհարկե կարող ենք կապել, որովհետեւ հենց այս փուլում ես սկսեցի ինքս իմ հետ, իմ եսի հետ անհաշտ լինել, այսինքն չհամակերպվել, չընդունել այն իրականությունը, որում ես կամ թե կազմվածքի առումով, թե կյանքի ռիթմի առումով, մի խոսքով փորձում եմ մասնագետների օգնությամբ վերագտնել ինձ, գտնել որոշակի ոճ, որը նաև կլինի կանացի եւ ներդաշնակ իմ այս պահի հոգեվիճակի հետ։ Բայց գիտեմ, որ նաև երկրորդ մասնագիտությամբ հոգեբան ես։ Հետաքրքիր է արդյոք հոգեբանական տեսանկյունից չես փորձել վերլուծել այս իրավիճակը եւ ինչ եզրահանգման ես եկել։ Ամեն օր աշխատանք եմ տանում ինքս ինձ հետ, փորձում եմ հաշտ լինել այսօրվա եսիս հետ, այսօրվա իրականության հետ եւ իմ կենսառիթմի հետ, բայց դա իրականում դժվար է, որովհետեւ միևնույն ժամանակ երկուստեք այսպես մտավախություն կա, որ հաշտվելով այս իրականության հետ միգուցե ես բաց կթողնեմ այն հնարավորությունը, որը որ ինձ տալիս է հնարավորություն վերադառնալու նախկին քաշին, նախկին կազմվածքին։ Ինչ փոփոխությունների ես հիմա պատրաստ եւ արդյոք նախկինում ունեցել ես այդ կտրուկ փոփոխությունները, վառ կերպարները։ Միշտ փոփոխությունների կողմնակից եմ եղել այսօր էլ եւս եւ
Փոփոխությունները եղել են նախկինում շատ կտրուկ, շատ տարբեր, շատ վառ, կարծանրվածքից մինչև մազերի գունային փոփոխություն, հագուստի փոփոխություն, եւ այսօր էլ վստահելով մասնագետներին պատրաստ եմ ցանկացած փոփոխության եւ հույս ունեմ, որ նախագիծը հնարավորություն կտա ինձ վերադառնալ իմ կենսառիթմին ավելի էներգիայով լի, ավելի պատրաստ վերադառնալու մարզասրահ, վերադառնալու առողջ ապրելակերպին։ Իսկ ինչ կերպար ես պատկերացնում հաղորդման ավարտին։ Ինչպիսին այն պետք է լինի։ Ինչպիսին պետք է լինի Անուշը։ Արի միասին պատկերացնենք։ Անկեղծ ասած, ուզում եմ հաղորդման ավարտին հայելու մեջ նայելով իրապես զարմանալ այն կերպարից, որը որ կկարողանա ինձ ներշնչել նաև հույս, որ այն բոլոր կերպարները, որը որ կընտրի մասնագետը ինձ համար, ես դա նաև կօգտագործեմ առօրյայում, այսինքն կփորձեմ նաև գնումների ժամանակ ուշադրություն դարձնել այդպիսի հագուստին, այդպիսի գույներին կամ կերպարներին, դա եմ ես սպասում։ Իսկ ով է քեզ ոգեշնչողը, քեզ ուժ տվողը։ Ամուսինս մշտապես ամեն օր, նույնիսկ այս փոփոխությունները, որը եղել են, նույնիսկ այս դեպրեսիվ շրջանը, որը ես ապրել եմ, ամենամեծ աջակիցը, ամենամեծ խորհրդատուն ինքն է եւ նա հաշտ է բոլոր իմ կերպարների հետ, բոլոր փոփոխությունների հետ։ Սա ամենակարևոր պահն է, որ նա կողմնակից է։ Այո, եւ ես շատ կարևորում եմ բոլոր այն տղամարդկանց, ովքեր ամեն ձևով իրենց կանանց կողքին են, քաջալերում են, ոգեշնչում են, անկախ կնոջ հոգեբանական վիճակից, անկախ կնոջ կազմվածքի փոփոխություններից, անկախ տրամադրության փոփոխություններից, դա ամենակարևորն է։ Ես համաձայն եմ, իսկ ես միշտ անընդհատ կրկնում եմ, որ ամենակարևորը դա ցանկությունն է։ Եթե կա ցանկությունը, ապա արդյունքը լինելու է հրաշալի։ Այո, եւ ես այդ ցանկությամբ եկել եմ այսօր այստեղ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Ես Դոնարան եմ, Անուշի ընկերուհին, ավելի քան 20 տարի միասին ընկերություն ենք անում։ Մեր ընկերությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։ Իր ոճով ես կարող եմ ասել, որ Անուշը բավականին համարձակ է, ազատ, գունեղ, նա կարող է կրել տարատեսակ ոճեր, դասականից սկսած մինչև casual, սպորտային, եւ կարող է դա անել իր ինքնությունը ցույց տալու համար, առհասարակ ոճը ինքը կարծես թե հոգեբանական հայլի լինի մարդու եւ մարդը կարողանում է դրա միջոցով ցույց տալ իր տրամադրությունը, իր ինքնությունը, իր թաքնված կարիքների փոփոխությունները, նաեւ հուզական փոփոխությունները, իսկ Անուշի մոտ բավականին տարբերվող էին, որովհետեւ ես կարող եմ ասել, որ մինչ թրենդային ոճերը թերևս դուրս կգային եւ ես այդքան էլ չէի հետևում նորաձևության կանոններին, որտեւ ինձ համար միանշանակ է եղել ինչը որ կարող է սազական լինել քեզ, բայց Անուշը արդեն կարող էր բերել այդ ոճը եւ դրանով մեզ հրամցնել, որ այս ոճը բավականին գեղեցիկ է եւ արդիական է։ Մենք էլ վարակվում էինք իր վարքագծով ու սկսում էինք կրել նաև այդ ոճերից կամ այդ աքսեսուարներից, որ ինքը կարող է կրել։ Վերջի շրջանում իհարկե փոփոխվել է Անուշի ոճը, որովհետև նրա բոլոր սոցիալական դերերին միացել է մայրական դերը եւ թերևս դա բերում է իր հետ կառուցվածքի փոփոխման, բերում է նաև տարատեսակ փոփոխությունների, ինքնավստահությունը կարող է ընկնել եւ բնականաբար այդ միօրինակ ոճն է, միշտ oversize հագնել, կարողանալ կոծկել այն թերությունները, որոնք թերևս առաջացել են, ակնկալում եմ, որ նրա ոճը կփոփոխվի, որը կարող է խթան հանդիսանալ նրա ինքնագնահատականի բարձրացմանը եւ ինքնավստահության բարձրացմանը, հետ բերել նոր Անուշ կամ հետաքրքիր ոճով Անուշ իր կյանք, որը կարող է իրեն ուրախություն պատճառել։
Ոճային լինելն Անուշի համար պարզապես արտաքին տեսքի փոփոխություն չէ, այլ ինքնավստահությունը վերականգնելու ճանապարհ։ Եվ այդ ճանապարհին նրան իրենց մասնագիտական խորհուրդներով կօգնեն դիզայներ ոճաբան Եվա Թանգյանը, դիմահարդար Ռոզի Ուլիխանյանը եւ վարսահարդար կոլորիստ Հրաչ Սարգսյանը։ Ողջույն։ Ողջույն։ Հիմա ես ձեզ կհանձնեմ Անուշի լուսանկարները եւ դրանք ուսումնասիրելիս ես համոզված եմ, որ կնկատեք, թե որքան տարբեր են նրա ոճերը։ Ինչ կերպարում եւ ինչ ոճերում եք նրան պատկերացնում։ Ճիշտն ասած, պատկերացնում տարբեր ոճերում Անուշին, բայց ինքս ինձ համար առանձնացրել եմ երկուսը։ Մեկը ավելի գլամուրային, էլեգանտ, մի քիչ խիստ, իսկ երկրորդը ավելի հարմար, մի քիչ թափթփված ու առօրյա լուք։ Իսկ արդյոք դա դժվարացնում է աշխատանքը, թե հեշտացնում։ Ինչ որտեղ դժվարացնում է եւ ինչ որտեղ հեշտացնում է, քանի որ նա արդեն ունի ոճ եւ գիտի ինչ է սիրում եւ ինչ չի սիրում, դա եւ հեշտ է եւ դժվար է։ Ձեզ համար էլ է հեշտացնում, թե դժվարացնում։ Այո։ Երկուսը միասին, որովհետեւ իրականում երբ որ ունի մարդը հստակ ոճ, դա քեզ մի քիչ պարտավորեցնում է իր նոր ոճը ստեղծելու համար, որպեսզի դու հասկանաս ինչպեսի տարբեր են լինում։ Եթե ոճերը տարբեր են լինում, դա ավելի շատ օգնում է, որովհետեւ դու հասկանում ես, որ ցանկացած կերպարի մեջ նա կարող է իրեն գտնել եւ դու էլ կարող ես այն ընդգծել։ Եվ համաձայն կլինի։ Իհարկե։ Կերպարանափոխությանը։ Կարծում եմ, այո, համաձայն կլինի։ Ինձ թվում է Բաց է փոփոխություններին, այդ շատ կարևոր փաստ է։ Հրաչ Անուշը ունեցել է տարբեր սանրվածքներ, տարբեր երանգներ։ Այս փուլում ինչ սանրվածք ես նրա համար նախատեսում։ Անուշի մազերը նախնական դիրքը ավելի նոսր էին, այդ իսկ պատճառով մենք ավելի ծավալ հաղորդելու համար նախատեսել ենք ավելի մքացնել եւ կտրվածքի պարագայում ավելի ուրվագծային կտրվածք ստանալ։ Ուրվագծային ասելով ավելի պետք է Ավելի կարճացնել։ կարճացվի, ավելի դեպի կարեոտ։ Իսկ նա կհամաձայնվի։ Այո, կարծում եմ համաձայն կլինի, քանի որ ինձ թվում է կվստահի մեր թիմի աշխատանքին։ Հուսամ։ Եվա համաձայն ես Հրաչի պատկերացրած սանրվածքի հետ։ Այո, համաձայն եմ, որովհետև ես նկատեցի նախ Անուշի մաշկի գույնը եւ աչքերի գույնը եւ կարծում եմ մազերի գույնը մքացնելով մենք ավելի կընդգծենք իր մեղրագույն աչքերը։ Ես դա եմ ուզում հարցնել, երանգային փոփոխություն պատրաստվում ենք Այո, անել, իհարկե լինելու է բավականին կտրուկ փոփոխություն, որովհետև շատ լավ կընդգծի, ինչպես Եվան նշեց, իրականում մեր աշխատանքը շատ օրգանիկ է կատարվում, որովհետև Ես դա զգում եմ։ Բոլորս կարծես թե համակարծիք ենք եւ երանգային առումով, եւ ոճի, եւ դիմագծերն ենք բոլորս շատ լավ նկատում, շատ հաճելի կերպար կստանանք, եթե գունային փոփոխություն արվի, ինչպես նշեց Եվան, մեղրագույն աչքերը իդեալական կընդգծենք այդ գույնով։ Անուշը նաև առօրյայում նախընտրում է շատ թեթև դիմահարդարում։ Իսկ կերպարանափոխության արդյունքում ինչ դիմահարդարում ես դու պատկերացնում։ Ինչքան էլ որ Անուշի ոճերը տարբեր նկարներում եւ իր տարբեր կյանքի փուլերում տարբերվում են միմյանցից, բայց մի բան հստակ է իր ոճի մեջ, որ դիմահարդարումը միշտ թեթև է։ Բայց ունենք երկու կերպար։ Եվան ինչպես նշեց, պատկերացնում է երկու կերպար, մեկը ավելի էլեգանտ երեկոյան եւ մյուսը էլ ավելի առօրյա։ Իրականում դիմահարդարումը որոշել եմ շատ ճկուն, որ երկու ոճերի հետ էլ ինքը համահուչ լինի եւ երեկոյան լուքերի հետ կընդգծենք աչքերը նույն երանգով, շագանակագույն երանգը շատ ճկուն է եւ առօրյա կերպարում եւ երեկոյան կերպարում շատ համահունչ կխոսվի իր աչքերի երանգի հետ, ապագայում նաև վարսերի երանգի հետ շատ լավ կընդգծվի։ Մի փոքր կընդգծենք անկյունային հատվածներում, որը որ շատ ավելի բաց ու ավելի բարձր հայացք կտա, ինչը երբեք չի խանգարում ոչ մի կնոջ կերպարում։ Եվ շագանակագույն երանգը իդեալական կընդգծվի եւ հագուստների հետ, դեռ չեմ պատկերացնում ինչ է որոշել Եվան, բայց համոզված եմ Եվային, որովհետև վարսերի գույնը արդեն Հրաչը պատմեց, թե ինչ գույն է պատկերացնում, դիմահարդարման գույները պատկերացրեցինք։ Շատ թեթև շերտեր, որ հանկարծ չծանրացնի իր կերպարը, ամեն դեպքում ինչ էլ որ լինի։ Իսկ ինչ գույների մեջ ես պատկերացնում Անուշի երկու կերպարները։ Անուշին ես էլեգանտից սկսենք։ Անուշին ես ուզում եմ տեսնել ավելի բաց տոների մեջ, ավելի բաց գույների մեջ, կատնագույն, քանի որ Անուշը միշտ խուսափել է ավելի փայլուն գործվածքներով հագուստներ գնել,
Մենք կանենք առաջին քայլերը ու կփորձենք նրան ծանոթացնել հենց Atlas-ի եւ այլ այդպիսի գործվածքների հետ։ Բայց գիտեմ, որ նաև Անուշը շատ է խուսափում գնումներ կատարելուց։ Այս հարցում ինչին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին։ Կարծում եմ Անուշին ամենակարևորը, մենք իրար հետ խոսել ենք եւ նա ինձ ասել է, որ նա չի փորձում հագուստը, այլ միանգամից վերցնում եւ գնում է։ Ես խորհուրդ կտամ նա ավելի համբերատար լինի այդ ընթացքում, պարտադիր փորձի հագուստը, նոր գնի։ Նա նշել է, որ հիմնականում նա կարված հագուստ է նախընտրում, դիզայներական ոճաբաններին է դիմում եւ կարծում եմ դա ճիշտ որոշում է, քանի որ խանութներում միշտ չի, որ կարողանում ես գտնել այն, ինչ որ պետք է։ Այո։ Ես հուսով եմ, որ թիմային աշխատանքից հետո մենք կվերականգնենք այն ցանկությունը գնալ գնումների, չէ՞ որ յուրաքանչյուր կին հաճույք է ստանում հենց այդ process-ից։ Այո, ես էլ եմ հուսով, որ Անուշը կսկսի նորից սիրել շոփինգը։ Մեր քննարկումները շատ արագ անցան եւ հեշտ անցան, կարծում եմ դա նաեւ Անուշի բնավորությունից է եւ կերպարից է։ Մենք բոլորս էլ հակված ենք ավելի շատ նրան, որ վարսերը պետք է մքացնել, ընդգծել աչքերի գույնը, իսկ հագուստի հետ կապված ես կարծում եմ, որ պետք է ավելի բաց տոներ ընտրել Անուշի համար եւ փորձել ավելի ընդգծել Անուշի կանացիությունը։ Մասնագետների հետ քննարկումներից հասկացանք, որ Անուշի կերպարին ավելի համահունչ կլինի մուգ տոները։ Այդ իսկ պատճառով ճակերտները չբացեմ, բայց կլինի շատ մեծ փոփոխություն։ Ես Անուշին պատկերացնում եմ շատ նյութ, էլեգանտ, բայց միևնույն ժամանակ ժամանակակից ոճում։ Կարծում եմ հետագայում կնկատեք, թե ինչ լուծումներով ստացանք այս կերպարը։ Իր սիրելի համադրությունների մասին նա պատրաստվում է մտածել նախկին քաշին վերադառնալուց հետո միայն։ Այսօր ոճաբան դիզայներ Եվա Թանգյանի հետ միասին կվերլուծենք Անուշի զգեստապահարանը եւ կփորձենք առաջարկել այլընտրանքային լուծումներ։ Եվա, միասին հասկանանք, թե այս հագուստներից որոնք կարող են ընդգծել Անուշի կառուցվածքի առավելությունները եւ որ հագուստներից պետք է ընդհանրապես հրաժարվել։ Ուսումնասիրելով Անուշի զգեստապահարանը կարող ենք արդեն հասկանալ, որ նա ունի ոչ, հետաքրքիր ոչ, պարզապես շատ են oversized հագուստները, քանի որ դրանցով իրեն հիմա շատ հարմար է, բայց կարող ենք այդ oversized-ի մեջ ստանալ էլեգանտ, ավելի կանացի տեսք, քանի որ դա իր ցանկությունն է եւ դա ենք փորձելու ստանալ։ Այստեղ մենք կարող ենք տեսնել ուղղահայաց գծերով շապիկը իր տաբատի հետ որպես սեթ, կարծում եմ շատ ճիշտ որոշում է, քանի որ այն ավելի սլացիկ է վիզուալ դարձնում։ Իսկ որ հագուստներից պետք է հրաժարվել, Եվա։ Այստեղ կան հագուստներ, որոնք պետք է պարզապես վերցնել եւ մոռանալ այդ հագուստների մասին։ Ես առանձնացրել եմ, կարծում եմ այս զգեստը պրինտերով, ծաղկավոր, որը շատ հարմար է, շատ նուրբ է, բայց այն կարելի է կրել, պարզապես կարծում եմ ավելի կոպիտ ինչ-որ գործվածքներից հագուստներով, համադրելով դրանց հետ, վերնահագուստով, որպեսզի այս վերևի հատվածում հատկապես շատ չլինեն այս պրինտերը, որովհետև պրինտերը վիզուալ ավելի ոնց որ լայնացնում են։ Նաև առանձնացրել եմ այս շապիկը, որտեղ որ թևքերը մշակված են ռեզինով ու նույնպես ռեզինը եթե այն լիներ ավելի լայն եւ երկար, դա կարելի էր հնարավոր էր կրել, բայց այս դեպքում ինքը նորից վիզուալ ուսերը մեծացնում է, այո։ Անուշ, նաև գիտեմ, որ դու նախընտրում ես հատուկ քեզ համար կարված հագուստը խանութից գնվածից։ Սա ինչպես ես բացատրում։ Որովհետև հաճախ այն պատկերացումները, որ ես ունենում եմ հագուստի հետ կապված, չեմ կարողանում գտնել խանութում, դրա համար տարիներ շարունակ ունեմ իմ, այսպես ասած, ոճաբանը, ով հիմնականում ինձ համար ստեղծում է այնպիսի լուքեր, որ իմ մարմնակազմվածքին նաև հարմար լինի եւ տարբերվող լինի այն բոլոր տեսակի հագուստներից, որոնք հիմնականում կարող ենք հանդիպել խանութներում, այսինքն ստանդարտ հագուստներից։ Ոճաբան ասելով նա թելադրում է ոճը, թե դու ունես արդեն իսկ ընդգծված ոճը, պարզապես նա այն իրականացնում է։ Ես ներկայացնում եմ իմ պատկերացումը հագուստի մասին,
ինքը արդեն կազմում է ոնց որ էսքիզը ու փորձում ենք միասին ստանալ, բայց ամբողջովին քո միտքն է։ Հա։ Եվ դժվարություններ լինելու են։ Կարծում եմ դժվար չի լինելու, նա աշխատել է ոճաբանի հետ եւ դիզայների հետ, նաեւ ես նկատել եմ, որ նա սիրում է ինտելեկտուալ նորաձևություն, ինչը որ շատ ողջունելի է ու հաճելի է նման մարդու հետ աշխատելը, կարծում եմ չի լինի մեզ մոտ դժվարություններ։ Անուշ, մի քանի ուղղություն տուր մեզ, թե որն է քո նախընտրելի ոճը։ Անկեղծ ասած, ես հիմա ուզում եմ ավելի եւ oversize եւ հարմարավետ, բայց միևնույն ժամանակ կանացի տեսք ունենալ, որը որ ես կկարողանամ կրել եւ առօրյայում, եւ աշխատանքի մեջ, եւ նաեւ երեկոյան ինչ-որ հանդիպումների ժամանակ։ Եթե մենք կարողանանք այս բոլորը միահյուսելով ստանալ իմ պատկերացրածը, չգիտեմ որքանով ես կկարողանամ մեր շփման ընթացքում փոխանցել Եվային, բայց վստահ եմ, որ Եվան մի փոքր է նաև ճանաչելով Եվայի ստեղծագործական աշխատանքներին, վստահ եմ, որ մեզ մոտ ստացվելու է եւ այն նպատակը, որ ես եկել եմ այստեղ, որպեսզի վերջնական արդյունքում հայելում տեսնեմ բոլորովին ուրիշ Անուշի, վստահ եմ մենք դա ստանալու ենք։ Ես էլ ունեմ այդ վստահությունը եւ այդ աշխատանքի արդյունքը լինելու է հրաշալի եւ համոզված եմ այդ երկու կերպարները քեզ վերջում իսկապես դուր են գալու, երբ դու նայես հայելու մեջ։ Ես էլ եմ վստահ։ Եվա, ո՞րն է այն կարևոր խորհուրդը, որ գնումների ժամանակ ել ավելի ճիշտ կարողանա Անուշը կողմնորոշվել։ Կարծում եմ Անուշը պետք է լինի վստահ ու չվախենա ինչ-որ նոր էքսպերիմենտներից, նաև շատ կուզեի Անուշին տեսնել ավելի կատնագույն բաց երանգների մեջ, քանի որ կարծում եմ իր մաշկի գույնի հետ դա շատ գեղեցիկ կլինի։ Նաև գնումները կատարելիս, երբ որ փորձում է հագուստը, խորհուրդ կտամ շարժվել, նստել, քայլել եւ ապրել ինչ-որ ժամանակ այդ հագուստի մեջ, նոր գնել նրանց։ Սա շատ կարևոր խորհուրդ է կարծում եմ։ Որը ես հիմնականում չեմ անում։ Ես էլ։ Բայց այս պահից ի վեր ես կհետևեմ նաև այս խորհրդին։ Մենք ունենք այս կարևոր խորհուրդները, Անուշի համոզված եմ, որ չի վախենալու, որովհետև մենք քեզ հետ ենք լինելու գնումների ժամանակ, Անուշ։ Միասին ենք լինելու։ Գնացինք։ Գնացինք։ Եվ այ հետ վերլուծելով զգեստապահարանս հասկացա մի քանի շատ կարևոր կետեր, որ չպետք է կիրառեմ այսուհետ նոր զգեստապահարան հավաքելու դեպքում, դա վերևի հատվածում ավելի լայն, ավելի ընդգծված, ավելի նեղացող թևքերն էին, որոշակի պրինտով հագուստներ, որն ավելի է ընդգծում թևերի եւ կրծքավանդակի հատվածը, նաեւ մի քանի կարևոր խորհուրդ տվեց, որ օգտագործեմ ավելի մեծ պայուսակներ, որոնք բացակայում են գրեթե ինձ մոտ, օգտագործեմ ավելի վառ, ընդգծված գույներ, չխուսափեմ օրինակ սև գույնից եւ թարմացնեմ զգեստապահարանս, հուսով եմ, որ եւ այն խորհուրդները կօգնեն ինձ այսուհետ հագուստ ընտրելիս օգտագործեմ հենց այն երանգները, որոնք բացակայում են իմ զգեստապահարանում։ Ծանոթանալով Անուշի զգեստապահարանին, մենք տեսանք, որ շատ են oversized հագուստները, կային նաև print-ով հագուստներ, որոնցից ես կուզեի, որ նա զերծ մնա, եւ պահպանելով oversized-ը դետալներով եւ վերնահագուստով կփորձենք ընդգծել իր գոտկատեղի հատվածը։ Եկել է գնումների ժամանակը եւ այսօր դրանից խուսափել քեզ մոտ Անուշ հաստատ չի ստացվի եւ այ հետ հրաշալի թիմ եք կարծում եմ եւ համոզված եմ, որ մեզ հրաշալի ընթացք է սպասվում։ Պատրաստ ենք։ Այո։ Գլխավոր խորհուրդները ոչ կոնտրաստային գույներ։ Ոչ կոնտրաստային գույներ։ Ես վստահում եմ Եվային։ Համաձայն ես բոլոր խորհուրդների հետ։ Այո։ Ես կարծում եմ մենք պատրաստ ենք, կարող ենք սկսել։ Այո, կարող ենք։ Անկեղծ ասած, ինձ մոտ մի փոքր վախ կա, որպեսզի չկրկնեմ նախկին սխալները, բայց քանի որ Եվան կողքիս է, մի փոքր հույս է ներշնչում։ Գնումների դեպքում ես Անուշին խորհուրդ կտամ ուշադրություն դարձնի ավելի ատլասային եւ փայլուն գործվածքներին, քանի որ նա դրանից միշտ խուսափում է, կարծում եմ առաջին քայլը պետք է որ ստացվի եւ կուզեի, որ նա ավելի համբերատար լինի շոփինգի ընթացքում, փորձի հագուստը, շարժվի, քայլի, մի քանի րոպե ապրի այդ հագուստով եւ նոր արդեն որոշի գնել այն թե ոչ։
Եվա, որ գույների վրա է պետք կենտրոնանալ եւ ընտրել։ Կարծում եմ, որ բոլոր գույներն էլ կարող ենք ընտրել, պարզապես պետք է աշխատենք, որ շատ կոնտրաստային չստացվեն։ Սև գույնից խուսափում ենք, հա։ Գրեթե զգեստապահարանում սև գույն չկա։ Չունես։ Այո, բազային ուղղակի շապիկներ, հիջակ եւ վերջ։ Ես ավելի հակված էի մտածել, որ զգեստապահարանում շատ ավելի սև գույներ պետք է լինեն։ Չէ, ես էլ զարմացա, որ չունեի։ Իսկ շրջազգեստ, զգեստ Շրջազգեստ շատ գրել եմ, բայց վերջին 2 տարում գրեթե չեմ գրում, խուսափում եմ, որովհետեւ կառուցվածքս փոփոխությունների է ենթարկվել եւ ինձ թվում է, որ շրջազգեստում ես ավելի լայն եմ երևում։ Բայց կառուցվածքին համապատասխան մենք կկարողանանք կարծում եմ ընտրել կիսա շրջազգեստ կամ զգեստ։ Ինչու ոչ։ Հա ես նորից գնում եմ դեպի շապիկներ։ Երկնագույնը տենց դեմքի կամ մարմնի մաշկի գույն չկա, որ չգեղեցկացնի ու չ... Ես համաձայն եմ։ Ամենալավ գույնն է։ Երբեմն բավական է մի աքսեսուար, որպեսզի ամբողջովին հագուստի տեսքը փոխվի։ Այսօր կներկայացնեմ, թե ինչպես կարելի է շարֆի միջոցով ստանալ հետաքրքիր եւ ոճային կերպարներ։ Շարֆի ծայրերը միացնում ենք այնպես, ինչպես ցույց եմ տալիս եւ կապում ենք վերնաշապիկի օձիքի հատվածում։ Մյուս ծայրերը կապում ենք եւ ամրացնում հետևի կողմից։ Հետաքրքիր բլուզը պատրաստ է։ Սա իմ ամենասիրելի տարբերակն է։ Վերնաշապիկը հետաքրքիր ձևով ոճավորում ենք կոճակները կոճկելով շարֆի եզրերով եւ ամրացնելով հետևի կամ դիմացի հատվածում։ Երբևէ մտածել եք, որ շարֆը կարող է ծառայել նաեւ որպես պայուսակ։ Հարկավոր է միայն երկու կողմից այն կապել, տալով պարկի տեսք։ Շարֆը կարող է նաև փոխել ձեր պայուսակի տեսքը, եթե այն գեղեցիկ փաթաթենք պայուսակի բռնակին։ Այս տարբերակն այժմ շատ նորաձև ու թրենդային է։ Շարֆը ծալում ենք եռանկյունաձև ու կապում պիջակի վրայից գոտու պես։ Յուրահատուկ բան կստանաք, եթե շարֆի մի ծայրը դնենք պիջակի վերևի հատվածի գրպանում, ապա պտտենք մեջքով ու ամրացնենք բարակ գոտիով։ Եվայի հետ խոսելով, կոմպրոմիսի գալով, հասկանալով, թե որն է ինձ համար ավելի ճիշտը, ավելի գեղեցիկը, ի վերջո կարողացանք հավաքել 2 շատ հետաքրքիր լուքեր, որոնք դուք կտեսնեք, եւ կարծում եմ, որ 2 կերպարում էլ ես լիովին տարբեր եմ լինելու։ Մենք ընտրեցինք այնպիսի հագուստներ, որոնք որ Անուշը երբևիցե չէր նկատի։ Հանդերձայանում փորձելուց հետո Անուշն էլ համոզվեց, որ հնարավոր է տարբեր տեքստուրաներ եւ տարբեր ոճեր համադրելով ստանալ հետաքրքիր կերպար։ Ուրախ եմ շատ, որ դու մոտ ես, այսօր անել ենք ոճափոխություն։ Կցանկանայի լսել քո տարբերակները, ինչ առաջարկներ ունես, եւ ես կառաջարկեմ նաեւ իմ տարբերակները։ Անկեղծ ասած, ես լիովին վստահում եմ քեզ ու խնդիր չունեմ մազերի հետ կապված, թե գույնի, թե ձևի առումով։ Կարևորը որ դեմքիս օվալին համահունչ լինի, սիրուն լինի։ Եվ փոփոխությունը ակնհայտ լինի։ Այդ բացենք ձեր մազերը։ Ես կառաջարկեմ ավելի կտրվածքի պահով ավելի ուրվագծային կարե, իսկ ներկի հետ կապված մքացնենք ավելի ձեր բնականին մոտ, որպեսզի դուք կարողանաք հետագայում պահպանել ավելի հեշտ։ Նաև խտացման համար, որպեսզի արմատների հատվածում չթափանցի ձեր բնական հատվածները։ Իսկ եթե ես ունեցել եմ ազատապություն, ծննդաբերությունից հետո, ինչ որ խորհուրդ, ինչ որ գործողություններ։ Այո, մազաթափություն հետ կապված արդեն կան հատուկ շամպուններ, ես քեզ ընթացքում դրանք կներկայացնեմ, նաև կարող ես օգտագործել ամպուլաներ, որպեսզի ժամանակից շուտ վերականգնես մազաթափության խնդիրը։ Նաև կտրվածքի միջոցով կհաղորդենք ավելի ծավալ քո վարսերին, որպեսզի այդ խնդիրը վերանա։
Ես պատրաստ եմ ոճափոխության։ Շատ լավ, Անուշ ջան, սկսենք։ Իրականում Անուշի հետ շատ հեշտ է աշխատելը, քանի որ նա պատրաստ է ցանկացած տեսակի փոփոխությունների։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ավելի մեծ փոփոխություններ կատարել։ Նաև Անուշը պատմեց իր մազերի հետ կապված նոսրության հետ խնդիրը, ես նրան խորհուրդ տվեցի տարբեր միջոցներ մազի խնամքի, որպեսզի մազերը ավելի փարթամ լինեն։ Իսկ կտրվածքը կլինի ավելի ուրվագծային, որպեսզի շեշտենք նրա դիմագծերը։ Անուշ ջան, ձեր մաշկին նայելով չեմ կարող ասել, որ դուք ունեք տարիքային մաշկ, բայց 40+ տարիքային մաշկի ամենակարևոր նախապայմանը մաշկը ճիշտ տոնավորել եւ նախապատրաստել դիմահարդարմանը։ Կուզենայի խոսել կոնտուրինգի առանձնահատկություններից։ Ձեր դեմքը ինձ համար օվալ է, որը համարվում է դիմահարդարման մեջ ամենաիդեալական դեմքի ֆորման։ Այստեղ կոնտուրինգի համար մեզ շատ բան պետք չէ։ Ընդգծում ենք այդ ոսկրերը մի քիչ բարձրանալով դեպի քունք։ Քունքային հատվածից իջեցնում ենք դեպի քթի անկյուն, բայց այստեղ ամենակարևոր քայլը այստեղ կանգ առնել։ Աննշան լուսավորելով դիմագծերի ամենաբարձր կետերը, մենք ստանում ենք արհեստական ձգվածություն։ Մի քիչ կարմրություն ենք տալիս այդ ոսկրերի վերևի հատվածին, որը ընկնում է կոնտուրինգի եւ հայլայթի միջակայքում։ Կարևոր է ճիշտ դնել կարմրաներկը, քանի որ մեզ պետք չի արտահայտված տուշիկներ, այլ անհրաժեշտ է լիֆտինգ էֆեկտով դիմահարդարում։ Իսկ ինչպես ճիշտ փոքրացնել, նեղացնել քիթը։ Այ քթի հատվածում պետք է շատ զգուշորեն աշխատել, քանի որ մեզ անհրաժեշտ է քիթը ուղղել դեպի երկրորդ պլան։ Իսկ մեզ մոտ աղջիկները հիմնականում անում են այդ սխալը, երբ որ շատ կոնտուրինգի արդյունքում քիթը հակառակը գալիս է առաջին պլան։ Մի փոքր խորամանկություն, գաղտնիք։ Կարող եմ նշել, որ ամենաճիշտ հատվածը քթի կոնտուրինգի ժամանակ կարելի է անել տակից եւ աննշան բարձրանալ դեպի ոսկոր։ Իսկ այն աղջիկները, ովքեր ունեն այստեղ ոսկոր, իրենց արգելվում է անել կոնտուրինգ քթի հատվածում։ Քանի որ նշեցի, որ ձեր աչքերը ունեն շատ նուրբ մեղրագույն երանգ, կցանկանայի ընդգծել աչքերը շագանակագույնի երանգներով։ Մի փոքր դիմացի հատվածում ընդգծելով բաց կաթնագույնով, այնուհետև շարունակել անկյունային հատված, նորից շարունակելով լիֆտինգ էֆեկտը շագանակագույնի երանգներին համահունչ։ Իհարկե նկատել եմ, որ դուք սիրում եք գործածել առօրյայում վառ շրթներ, բայց այսօր ես կուզենամ իմ դիմահարդարումը ամբողջացնել ավելի նյութ երանգների շրթներով, որպեսզի ձեր մեղրագույն աչքերի արտահայտվածությունը հանկարծ չխամրի շուրթի երանգից։ Առօրյայում ես գրեթե չեմ օգտագործում շպար կամ օգտագործելուց շատ թեթև։ Այս պարագայում համաձայն եմ Ռոզիի հետ, մեր դիմահարդարի հետ, որ հարկավոր է ինչ-որ կերպ ընդգծել աչքերս։ Կարծում եմ, որ առօրյա կերպարին համահունչ, երկու ընտրված լուքերին համահունչ կստանանք դիմահարդարման այն գեղեցիկ ընդգծված դետալային կերպարը, որը որ համապատասխան կլինի իմ դեմքի կառուցվածքին, թե երանգների առումով, թե ընդգծվածության առումով, եւ իր խորհուրդներով նույնիսկ Ռոզին կօգնի ինձ հետագայում ավելի ճիշտ սպառվել, հատկապես 40+ տարիքում։ Անուշի մեղրագույն աչքերը ունեն եզակի տաքություն։ Ընտրել ենք շագանակագույն եւ բրոնզե երանգները, ավելի արտահայտիչ եւ գեղեցիկ դարձնելով նրա հայացքը, բայց պահելով նրա բնական երանգը։ Կարծում եմ Անուշը կհավանի այս դիմահարդարումը, քանի որ դիմահարդարումը շնչող է, թեթև եւ ավելի ընդգծում է նրա գեղեցկությունը պահպանելով բնականը։ Եվ այնպես կգնահատես աշխատանքը Անուշի հետ, կարծում եմ մեզ մոտ ստացվեց Անուշի մոտ հետաքրքրություն առաջացնել գնումների նկատմամբ։
շատ հեշտ էր իրականում Անուշի հետ աշխատելը։ Միակ այդպես դժվարությունը եղել է խանութների տեսականու հետ կապված։ Տեսականին քիչ էր իր կերպարին համապատասխան, բայց տեսնենք ինչ ենք ստացել։ Այնուամենայնիվ երկու կերպար եք առանձնացրել, պատմիր այդ երկու կերպարի մասին մի փոքր։ Առաջին կերպարը ըստ ինձ ամենակարևորն էր ստանալ, քանի որ նա ատլասային գործվածքներ չէր գնում, չէր նախընտրում, նաև այսպես ասած խուսափում էր ավելի էլեգանտ հագուստներից։ Առաջին կերպարը դա է, իսկ երկրորդ կերպարը ավելի casual, ավելի ամառային կերպարը, որ նա կարող է օրինակ կոշիկները փոխելով ավելի երեկոյան դարձնել։ Դա մենք շուտով կտեսնենք։ Անուշ, մենք պատրաստ ենք քեզ տեսնել նոր կերպարով։ Խոսքերն ավելորդ են, ես կարծում եմ, որովհետև Եվայի մոտ իսկապես ստացվել է։ Թիմի աշխատանքը ես համարում եմ ստացված։ Բայց ուզում եմ նաև լսել քո զգացողությունների մասին։ Ինչպես ես քեզ զգում։ Նոր ոճով։ Նոր վարսերով։ Հա, իմ համար իրոք հիմա շոկային է, որովհետև երբևէ չէի պատկերացնի, որ մուգ վարսերը կսազեն ինձ ու բաց գույնի հագուստը Եվան էլ ինչպես նշեց ատլասային, ես անկեղծ որ ասեմ, այդքան էլ կողմ չէի այս հագուստին, բայց վստահելով Եվային եւ հավատալով, որ եթե նա ընտրություն է անում, ուրեմն մի բան գիտի, չգիտեմ, իրոք տպավորված եմ եւ խոսքեր չեմ գտնում, շնորհակալ եմ Եվա։ Ես էլ եմ շնորհակալ եմ տպավորված, ասեմ, եւ շատ կարեւոր է, այո, հավատալ թիմին եւ նրանց կատարած աշխատանքին։ Արդյունքը այսպիսին է լինում։ Ես ինքս խանութում երբևէ նույնիսկ մոտ չէի գնա այս հագուստներին։ Ես պատրաստ եմ զգեստապահարանս լիովին թարմացնելու։ Արդեն իսկ ոճը ընտրված է, որ ես հենց հաղորդման սկզբից եւ պրոյեկտին մասնակցելու ցանկություն հայտնելուց նշել եմ, որ ես ուզում եմ նոր կերպար տեսնել, նոր Անուշի տեսնել։ Եվ նշում էիր, որ ընտրված կերպարը պետք է համապատասխանի քո ներաշխարհին։ Ինչ կասես։ Հիմա հայլու մեջ նայելով։ Այս պահի դրությամբ ես ինձ շատ ինքնավստահ եմ զգում։ Պետք է ինչ-որ նոր բան սկսել։ Այսինքն նոր ոճը դա է թելադրում եւ դա է հուշում։ Այո, նոր ինչ-որ հետաքրքիր գաղափար։ Բայց ես իրոք շնորհակալ եմ Եվային, շնորհակալ եմ իմ թիմին, որտեվ շատ ինձ համահունչ մարդիկ էին ընտրվել, եւ ոճաբանը, եւ վարսահարդարը, եւ դիմահարդարը։ Մազերի հետ կապված հրաչ, երբ որ ասես պետք է մքացնենք, ես վստահեցի նրան, բայց էլի կասկածներ ունեի, որ չգիտեմ արդյոք մուգ մազերը իմն են, թե իմը չեն, չգիտեմ։ Ես իմ կողմից կարող եմ նշել, որ մուգ մազերը եւ այս սանրվածքը ճիշտ կարծես քեզ համար լինի։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ նշել, որ առաջին անգամ Անուշի ֆոտոները տեսնելով առաջին բանը ինչը որ ես նկատել եմ, դա իր աչքերի գույնն էր։ Կերպարը կառուցել եմ աչքերի գույնի շուրջ եւ ռոզին մեյքափով ավելի շատ է ընդգծել իր աչքերի գույնը, հրաչն մազերը։ Կա այսպիսի կարծրատիպ, որ բաց հագուստը ավելի շատ է ծավալ տալիս կառուցվածքին, բայց մենք կոտրեցինք բոլոր կարծրատիպերը։ Առաջին կերպարը համարում ենք ստացված, հրաշալի է։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու երկրորդը։ Երկրորդ կերպարը ավելի առօրյա է եւ հարմար, նույնպես կոնտրաստային գույներից զերծ ենք մնացել եւ հարմար է երեխայի հետ զբոսնելիս։ Անուշ, մենք պատրաստ ենք քեզ տեսնել երկրորդ կերպարով։ Ես հիացած եմ։ Իսկապես ստացվել է առօրյա, հարմարավետ։ Այս ես եմ։ Սա դու ես։ Եվ հետաքրքիր է, որ կերպարը կառանձնացնես քեզ համար։ Առաջինը թե երկրորդը Անուշ։ Երևի թե սա ավելի ներդաշնակ է ինձ, իմ ներսին, իմ բնավորությանը, բայց չեմ կարող ժխտել, որ առաջինը վաու էր։ Այս պահին ում կարծիքին ես ամենից շատը սպասում։
Դոնարան է, մտերիմ ընկերուհիս, ով ինձ բոլոր փուլերում, էտապներում տեսել է եւ վաղուց չի տեսել ինձ կերպարանափոխված։ Հուսով եմ կհավանի։ Ես համոզված եմ, որ հավանելու է, ես աշխատանքը գնահատում եմ 10-ից 10 Եվա։ Մեծ աշխատանք եք արել ձեր թիմի հետ միասին եւ կերպարանափոխությունը համարում եմ ստացված։ Այո, շնորհակալ եմ շատ եւ շնորհակալ եմ նաեւ այլ ոճով նախագծին, որ ոչ միայն ինձ, այլ շատերին հնարավորություն է տալիս նորովի զգալ իրենց, նորովի ներկայանալ եւ սա հատկապես կանանց համար նոր շունչ է, որպեսզի ձերբազատվեն բոլոր այն խնդիրներից, կոմպլեքսներից, հոգեբանական բարդություններից, որոնք որ բոլոր փուլերում, էտապներում կանանց հետ կապված կարող են հանդիպել։ Շնորհակալ եմ։ Համաձայն եմ, շնորհակալություն Անուշ եւ մաղթում եմ քեզ, որ երբեք հետ չնայես, միշտ առաջ գնաս եւ թող քո նոր ոճը ներդաշնակ լինի ներաշխարհին։ Ողջույն։ Շլոմ ես։ Քոսին ես։ Հավանում ես։ Ստորին։ Այ, շատ սիրուն է, շատ։ Իսկ ուրիշներն էլ շատ մազերս։ Մամազը Շատ սպասում եմ, որ քո արձագանքը հրաշալի է, շպարատել է շատ սիրուն։ Էսա քոնն է։ Իսկ պատկերացնում եք ինձ այս ոճով, այս հագուստով։ Սա շատ սիրուն է։ Թրվարան ուրիշ ձևի Անուշ է։ Հետաքրքիր է շատ։ Կերպարանափոխությունից հետո Անուշն իրեն սկսեց ավելի ինքնավստահ զգալ։ Մենք ստացանք այն կերպարները, որոնք որ պատկերացնում ենք ի սկզբանե, եւ ամենակարևորը այն էր, որ Անուշը գոհ էր եւ ինքն իրեն շատ դուր եկավ։ Զարմանալիորեն սպասելիքներս արդարացված էին, որովհետեւ նրա ոճը բավականին համարձակ էր, գեղեցիկ։ Ես նրա աչքերում տեսա գոհունակություն եւ ինքը իրեն լավ էր զգում։ Ասել թե գոհ եմ նշանակում է ոչինչ չասել։ Ես ուրախ եմ, որ մեր թիմային աշխատանքը ստացված է եւ մենք կարողացել ենք ստանալ երկու շատ գեղեցիկ լուքեր։ Ոճափոխությանս մեջ ուզում եմ այսպես առանձնացնել մազերիս հետ կապված փոփոխությունը, որը շատ իմ սրտով է, չի պատկերացնում, որ այն ինչ որ հրաչ առաջարկում էր ինձ գունային փոփոխությունը դեպի մուգ երանգ կսազի ինձ եւ ես իրոք այն կհավանեմ։ Ասեմ, որ ավելի քան այն ինձ դուր է եկել եւ կարծում եմ, որ երկար ժամանակ ես թե սանրվածքը եւ թե գույնը կպահպանեմ։ Դիմահարդարման հետ կապված ուզում եմ առանձնացնել Ռոզիի աշխատանքը, ոչ միայն որ շատ գեղեցիկ այսօր ես դիմահարդարում ունեմ, այլ այն, որ շատ կարեւոր խորհուրդներ է ինձ տվել հետագայում մաշկը խնամելու հետ կապված, առօրյա դիմահարդարումը իրականացնելու հետ կապված, ոճերի հետ կապված ուզում եմ առանձնացնել Եվայի աշխատանքը, չնայած չգիտեմ որքանով էր հեշտ ինձ հետ իր աշխատանքը, բայց ես կարծում եմ ես մի փոքր բարդ խնդիրի առջև է իրեն կանգնացրել, որովհետև չի կարողանում ընտրել հագուստ, չի կարողանում ճիշտ կողմնորոշվել թե հագուստի ընտրության, թե կտորների ընտրության հարցում, բայց Եվան կարողացավ ինձ բերել այն մակարդակի վրա, որ առաջին լուքը, օրինակ այդ բաց երանգները, կտորի տեքստուրան, որը որ ես երբևէ չէի կրի, երբևէ ես նույնիսկ խանութում մոտ չէի գնա, Եվան ապացուցեց, որ այո, այն իմն է, այո, ես այն կարող եմ կրել եւ առօրյայում եւ երեկոյան կամ հանդիպումների գնալիս։ Իսկ երկրորդ լուքի հետ կապված, որը որ այս պահին ես կրում եմ, սա բոլորովին այսպես տրամադրության, էներգիայի փոփոխություն է, որովհետև որքան էլ որ ես մտածեի, որ այո, այս համադրությունները գեղեցիկ են, բայց կարող է վախենայի առօրյայում այն կրել, հատկապես գլխի հարդարանքի հետ կապված։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ողջ ստեղծագործական թիմին, ովքեր շատ բարդ, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր աշխատանք են տանում, ոճափոխելով մարդկանց, փոխելով ոչ միայն մարդկանց արտաքին ոճը, այլ նաև նրանց ներքին հոգեբանությունը եւ մոտեցումը սեփական անձին։